Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 10-ի համար։ Օրը երկուշաբթի է, աշխատանքային օր է եւ տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում։ Արդեն կարգավորվում է, այսինքն դուք հիմա սա գնայեք ամսի 9-ին, ամսի 10-ի համար։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մարտի 10-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն ստանան, նաև կամ ձեր ընտանիքի անդամներով կարող եք ճանապարհ գնալ կամ ձեզ մոտ կարող են գալ ձեր հարազատ մարդիկ, բարեկամներից, ձեզ մտերիմ անձնավորության հետ կարող եք հանդիպել, խոսել, հնարավոր է դա է, գնում եք կամ իրենց մոտ, կամ իրենք են գալիս ձեզ մոտ։ Օրվա ընթացքում նաև ոմանք կարող են պարկել, հանգստանալ կամ ուղղակի հանգստի կարիք ունենաք, եթե երկար ճանապարհ եք գնում, ոնց որ կարիք կունենաք։ Եվ այստեղ ինչ որ մի բան է կարող է ձեզ ցավեցնել եւ դրա պատճառով կամ վիճում եք, որից հետո ուրախ եք։ Իդեպ, միգուցե ասում եք, ինչ որ մտածում եք այսքան ժամանակ իր մասին, առիթ չէր եղել, հիմա ի վերջո վերջապես ասեցիք բրծակ։ Հնարավոր է նաև այստեղ տուն եք մաքրում, ուրախ տուն եք մաքրում, որ հյուրեր ընդունեք կամ եւ այլն։ Գուցե ձեր սիրելիները գալու են ձեր տուն եւ այդպես մի կողմից ցավ է տալիս, որ պետք է զբաղվեք իրենցով, այստեղ անկողին պատրաստեք, մի կողմից էլ նաև ուրախ եք։ Դե գիտեք, սովորաբար ցավը շատ դեպքերում լինում է, որ մեզ չի վերաբերվում, հա, ինչ որ մի բան ենք լսում ուրիշի մասին, դա մեզ ցավ է տալիս։ Նաև այդպես կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 10-ին։ Կներեք, մոմս բառը։
Հարգելի ցուրեր, այդ օրը ոմանք ունեն սիրային թաքուն հարաբերություններ, սիրային եռանկյուն հարաբերություններ, ում հետ որ կարող եք հանդիպել, հնարավոր է նաև ինչ-որ թաքուն գործողություններ եք անում դիմացինի հանդեպ կամ գուցե ինչ-որ մի բան է, որը նվեր եք պատրաստում օրինակ ինչ-որ մեկին։ Եվ նորություն այդ օրը կլսեք, ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք աշխատանքի մասին կխոսեն, նաև կարող է գնաք հարցազրույցի, ոմանք կարող են նաև հանդիպել պետական աշխատողի։ Եվ այստեղ հենց գործնական խոսակցություն ունեք, միգուցե հենց դա է, նվերի հետ է կապված։ Կարող է իրոք ինչ-որ մեկի համար նվեր եք պատրաստում, թաքուն, այդպես որ ոչ ոք չիմանա։ Նաև կարող է այդ գործնական խոսակցության ժամանակ ինչ-որ մի բան է լինում, որը որ ձեզ համար նվեր է լինում։ Ոչ թե ֆիզիկական նվեր, այլ ուղղակի այդ խոսակցությունը։ Ոմանք այդ օրը կարող են սիրահարվել, ոմանք իրենց սիրված գալ, ոմանք իրենց սիրելիների շրջապատում կլինեք, այդպես հարազատներով կլինեք եւ ձեզ լավ կզգաք։ Ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ։ Հնարավոր է նաև ինչ-որ բաներ են կանգնած կամ դանդաղում են։ Եվ որից է քայլ անելուց առաջ անպայման երկար մտածեք, հետո նոր արեք, մի շտապեք ոչ մի բան անելու համար։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին մարտի 10-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը տանը առիթ ունեք կամ ձեր կամ պետք է գնաք, հնարավոր է նաև տան հետ կապված իրադարձություններ են, կամ որոշում եք տունը քանդել, հավաքել, արդեն գարունն է, ուզում եք ինչ-որ փոփոխություններ մտցնել տանը։ Նորություն կարող եք լսել, հնարավոր է նաև տան մասին է նորություն, ինչ-որ մի բան։ Գումար կարող եք ստանալ։ Նաև եթե գումարը չեք ստանում, ապա հնարավոր է գումարի մասին խոսակցություններ, գումարի մասին ոչ թե տեղեկատվություն ինչ-որ մի տեղից կարող եք լսել։ Սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եւ կարող եք տատանվել, երևի թե կգա, թե չի գա կամ կլինի, թե չի լինի եւ այլն, նման ինչ-որ հարցեր կարող ձեզ տանջել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մարտի 10-ին։
Հարգելի խեցգետիններ, այստեղ որոշ խեցգետինների համար շատ կարևոր բան է բացահայտվելու։ Այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև կարող եմ ձեզ մոտ գալ, հեռախոսը զանգ ունեք, դուք կզանգեք կամ ձեզ կարող են զանգել եւ այստեղ սուտ կա, որը բացահայտվում է։ Մի փոքր ձեզ կարող է ցավ տալ, նաև հուզվեք, արտասվեք, կարող է դա կապված լինի թաքուն հարաբերությունների հետ կամ եռանկյուն, նավը չգիտեք, որ եռանկյուն հարաբերությունների մեջ եք գտնվում, կամ միգուցե ձեր սիրած էակն է, ամուսնացած, չգիտեք, հա, ինչ որ մի բան է այստեղ բացահայտվում, որը որ նեղվում եք։ Նաև հանդիպում ունեք այդ օրը եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մարտի 10-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ոյցե գործեր կանեք, կավարտեք, նաև որոշվում է ոյցե հարց, ոյցե գործ, այստեղ գործնական հանդիպում ունեք, միգուցե դրա հետ է կապված, գործնական խոսակցություն ունեք, դրա հետ է կապված, ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի չուշանաք։ Նաև այստեղ ինչ-որ մի բանը ձեզ ցավ է տալիս, մի փոքր կարող եք տխրել, կարող եք նաև հիասթափվել կամ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից։ Եվ երեխաների հետ կապված ոյցե իրադարձություններ կան։ Նավեր ծնունդ է, կնունք է կամ հղիություն, ծննդաբերություն, նաև դա կարող է լինել յուրաքանչյուր բան երեխայի հետ կապված, որ պետք է անեք այդ օրը։ Եվ այստեղ բացի գործնականից նաև ունեք պետական հիմնարկության հետ կապված հարցեր, որոնք որ միգուցե ձեզ իրոք հոգնեցրել են արդեն, եւ այստեղ կարող ոմանք նաև սիրավեպ ունենան պետական հիմնարկության աշխատողի հետ, չի բացառվում այստեղ ինտիմ հարաբերություններ նաև։ Իրոք հոգնեցրել է կամ կարող է գնալ այնտեղ, հետո գալ պարկել հանգստանալու, որովհետև կամ բանկ եք գնացել եւ այնտեղ ժամերով մնացել եք, միգուցե երեխայի գումար եք ստանում, դրա համար եք գնացել, միգուցե ալիմենտ եք ստանում, գնացել եք դրա համար, եւ այլն, ինչ որ մի բան է, որ կգնաք պետական հիմնարկություն եւ ինչ որ միտեղ ինչ որ բանի եք սպասելու եւ դա է հոգնածնում է ձեզ այնտեղ որտեղ որ մնացել եք եւ գայս եք պարկում եք։ Բացի դա էլ դա կարող է լինել ուսման կենտրոն, օրինակ երեխայի համար գնացած լինեք այդ ուսման կենտրոնում։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին մարտի 10-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոչը սուտ կա, ուշադիր եղեք, թե ինչ եք անելու, որտեղ եք գնալու, ուշադիր եղեք այդ ստին։ Հանդիպում կամ շփում ընկերոջ հետ։ Ոչը իրադարձություններ են, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս եւ այդ օրը եւս պետք է դրանով զբաղվեք կամ կլինի կամ գուցե վերջի մեկ ամսվա ինչ-որ իրադարձություն է, որը որ ավարտում եք։ Գուցե տան հետ է կապված, դա ամեն ամիսը կողոտան վարձ եք տալիս այդ օրը։ Նաև ճանապարհ կարող եք գնալ կամ ձեզ մոտ կարող են գալ, հնարավոր է տանը առիթ ունեք կամ ձեր կամ մեկ ուրիշի տանը պետք է գնաք այդ առիթին։ Նաև ոմանք գործնական խոսակցություն այստեղ կարող է պետական հիմնարկության հետ կապված է այդ հարցը։ Նաև դա կարող է լինել տան հետ կապված, որ պետք է գնաք ինչ-որ մեկի հետ խոսեք, գուցե տուն եք գրավ դնում եւ այլն։ Ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք հարցազրույցի կգնան, ոմանք շատ աշխատանք ունենան այդ օրը անելու, պետք է զբաղվեք դրանով։ Այսքանը ձեզ համար, միգուցե ընկերոջ հետ եք աշխատում, գուցե ընկերոջն եք օգնում։ Բայց այստեղ նաև սուտ ուշադիր եղեք, հա, ինչ որ միտեղ կա սուտ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մարտի 10-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը որևիցե նորություն կարող եք լսել։ Նաև ոչը հարցերում կարող եք տատանվել, միգուցե նորությունից հետո այստեղ հեռախոսազանգ ունեք, նաև դուք կարող եք զանգարել, հետո կարող եք սկսել տատանվել ինչ-որ մի խոսքից, խոսակցությունից, բառերից, իրենց ինչ որ ասեն,
Ոմանք էստեղ սիրային ժամադրություն ունեն, ոմանք ուղղակի պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, մտերիմ հավատարիմ հարազատների հետ եւ կարող սпасել իրենց, որպեսզի իրենք գան։ Եվ հաջողություն ունեք։ Ինչ որ մի բան ձեր ձեռքից կգնա, կանեք կվերջացնեք, միգուցե հա հաջողությամբ այդ ամենը կուղարկեք տիրոջը կամ եւ այլն, հա ինչ որ մի բան է, որը կավարտվի։ Դա նաեւ կարող է ինչ որ մեկն է ձեզ այնց հեռանում, դա ձեզ համար հաջողություն է ի վերջո, ազատվում եք։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մարտի 10-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մարդկանց հետ, նաև կարող երկար մնալ իրենց հետ, հանդիպել եւ մնալ նույն տեղում։ Նաև քայլանելուց առաջ երկար մտածեք, նոր հետո արեք։ Հնարավոր է վեճ ինչ-որ մարդկանց հետ, հնարավոր է նաև ուղղակի տուն եք մաքրում։ Եվ ոմանք այստեղ գործնական ինչ-որ հարցեր ունեք պետական հիմնարկության հետ կապված ուսման, բժշկական, այնտեղ կարող է ինչ-որ մեկը բարկած է գնում եք իրենց մոտ, հիվանդատես, հնարավոր է նաև պետական այդ գործերը գլխացավանք են ձեզ համար, այնտեղ կարող է գնաք, մնաք, միգուցե վիճեք, հետո գաք ձեզ լավ չզգաք, պարկեք հանգստանալու, դա ուշադիր եղեք։ Եվ ինչ որ մի գործ ձեր ձեռքից կգնա, անկայուն գործ է, դա կարող է գնալ ձեր ձեռքից։ Միգուցե վիճում եք դրա համար եք գնում, միգուցե նաև տուն եք մաքրում եւ ինչ որ բաներ հանում եք եւ այլևս դրանցով չեք զբաղվելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մարտի 10-ին։
Հարգելի աղիղնավորներ, այդ օրը օձեր կամ բամբասանք, խոսակցություն կամ ձեր մասին կամ ձեր շրջապատում այստեղ ջուրների օձերն եկել են ձեզ մոտ քիչ-քիչ առաջանում են, հետ են գնում նաև սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի եք սպասելու, ոչ թե հարցում հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի և նվեր կարող եք ստանալ, նվեր կարող եք գնել, ինչ-որ մի բան կարող է տեղի ունենալ, որ ձեզ համար նվեր է։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կան, միգուցե հենց ծնունդ է, կնունք և գնում եք նվեր եք տանում, հնարավոր է նաև հղիություն, ծննդաբերություն կամ որևէ իրադարձություն, սպասում եք օրինակ ձեր երեխաներին այդպես։ Եվ ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին, հնարավոր է ուղղակի ժամերով ինչ-որ մեկի հետ եք մնում, ժամերով ինչ-որ տեղ եք մնում և այլն։ Այստեղ ժամերը, այստեղ սպասում եք ինչ-որ մեկին, կարող է նաև ուշանում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մարտի 10-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հանկարծակի լուր կարող եք լսել, որը կարող է նաև սուտ լինել, կամ սուտն է բացահայտվում, այդպես, երկուսն էլ կարող է լինել։ Նամա ուշադրություն դարձրեք, թե ինչ եք լսում և անմիջապես մի ընդունեք այն, ինչ որ լսեցիք։ Եվ հեռախոսազանգ ունենաք, ոչ թե հարցում հաղթանակած եք դուրս գալու, ինչ որ մի բան կարող է այնտեղ ասում են, որ ձեզ են ընտրել, այսպես, հա, ինչ որ մի բան է, որ այնտեղ հեռախոսով լսածը ձեզ շատ-շատ կուրախացնի։ Եվ ոմանք ժամադրություն ունեն սիրային, ոմանք ուղղակի ինչ-որ մարդկանց հետ եք պայմանավորված, հատկապես ձեր սիրելի մարդկանց հետ եւ այդտեղ հանդիպում ունեք։ Ժամը նաև ձեզ համար շատ կարևոր է, ուշադրություն դարձրեք ժամին եւ կարող է ուղղակի ժամերով մնաք իրար հետ, այդպես ինչ-որ միտեղ։ Կարող է այստեղ սուտը հենց այդ ժամնի հետ է կապված եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մարտի 10-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ մի բան է ցավ տալիս, գիտեք, 90%-ի մոտ եղավ սա։ Գուցե ինչ-որ իրոք ինչ-որ մի կարևոր բան է լինելով, որ բոլորին է դա վերաբերվում, ինչ-որ մի բանը ցավ է տալիս։ Եվ այդ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, ինչ կանեք, ինչպես։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, նա ուսման կենտրոն է, հիվանդանոց է, բանկ է եւ այլն։ Այստեղ նաեւ երեխաների հետ կապված ոչ իրադարձություն է, որոնք որ սեղան կնստեք։ Կողա իրոք այստեղ գնում եք հիվանդանոց եւ իմանում եք երեխան ծնվել է եւ գալիս եք նշում եք այդ առիթը։ Եվ ինչ որ մարդկանց հետ կարող եք երկար մնալ մի տեղում ձեր ընկերոջ հետ կամ սեղանի շուրջ նստած, այդպես կարող եք երկար մնալ եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, նոր հետո արեք, եւ որովհետեւ տատանվում եք, համար լավ երկար մտածեք, հետո նոր ոչե քայլ արեք։ Դե կամ ընկերոջ հետ էլ արդեն դե կամ հանդիպում եք կամ ուղղակի շփում կարող այստեղ ասում եք, որ երեխայի հետ կապված ինչ որ բան է եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մարտի 10-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, հնարավոր է հրավիրում են ձեզ առիթի կամ դուք եք հրավիրում մարդկանց առիթի եւ ճանապարհ կամ գալիս են ձեզ մոտ կամ դուք եք գնում, հա, դա ճանապարհն է ցույց տալիս։ Եվ օրվա ընթացքում կարող եք հոգնել, կցանկանաք պարկել, հանգստանալ, գուցե կարող վատ եք զգում ձեզ, համենայն դեպս նաեւ ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է։ Եվ երեկոյան ինչ որ մեկին եք սպասելու։ Գուցե տան անդամներին եք սպասելու, որ գան տուն։ Այսքանը ձեզ համար։ Կամ ինչ-որ բան եք պատվիրել, գալիս է երեկոյան, հա, ինչ-որ ուտելիք է, որովհետև միշտ չի, չէ, որ առիթի ժամանակ մարդիկ լիարժեք ուտում են, կիսատ մնում, սոված են։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։